Ողջույն իմ սիրելի հետևորդներ, գարունը բացվեց և ես իմ ալիքում բերեցի նորից ոչ մսով տոլմաներ։ Այս անգամ պատրաստելու եմ երկու տեսակ՝ բլղուրով և բրինձով։ Միմյանցից տարբերվում են բլղուրով և բրինձով, պատրաստման ընթացքը նույնն է, համարյա բաղադրիչները նույնն են, կանաչեղենը, միայն թե բրինձով տարբերակի մեջ թարխունել ենք ավելացնում։ Սիրելիներս, բլղուրի վրա տաք ջուր ենք ավելացնում և թողնում ենք, որ այն բացվի։ Մինչև բլղուրը կհասունանա, կբացվի, կկտրատեմ կանաչիները։ Այստեղ վերցրել եմ կանաչ սոխ, սամիտ, համեմ, պետք է շատ մանր կտրատենք։ Այս տոլմաները պատրաստելուց, որոնք մսով չեն, պետք է կանաչու առկայությունը շատ լինի, որպեսզի հատիկավորը երբ որ բացվի, բրինձը կլինի, բլղուրը կլինի, իրենք ուռչելու են, եփելու ընթացքում մեծանալու են, իսկ կանաչին փոքրանալու է և կանաչու հաշվին տոլմայի ներսը ջրալի, հյութեղ է լինելու։ Դրա համար ինչքան կանաչին շատ է լինում, այդքան համեղ է ստացվում։ Եվ ովքեր չեն փորձել, վստահ կարող եմ ասել, պարտադիր փորձեք, ձեր խոհանոցի ուտեստների շարքում առաջի տեղն է գրավելու։ Վերջ, կտրատեցի գլուխ սոխը, կանաչ սոխը և բլղուրը թրջած է։ Հիմա պատրաստում ենք այստեղ սոխառածը։ Առատ սոխառած պետք է պատրաստենք, ավելացնում եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ և տոմատի մածուկ, ուրիշ ոչինչ չեմ ավելացնում։ Սոխը դաղվելուց հետո լցնում ենք մնացած բաղադրիչները, խառնում ենք։ Ցանկության դեպքում, եթե կտեսնեք բլղուրը մի քիչ չոր է, այսինքն թրջելուց ջուրը քիչ եք լցրել, կարող եք ավելացնել սոխառածին մի փոքր ջուր, բայց ես չեմ ավելացնում։ Բազմիցս պատրաստել եմ, արդեն ձեռքիս չափը գիտեմ, այսպես ասած, իսկ ովքեր որ նոր են, թող իմանան, որ մի թեթև հյութեղ լինելու համար կամ պետք է կանաչին ավելի շատ լցնեն, կամ պետք է մի փոքր ջուր ավելացնեն, այնպես որ փաթաթել լինի։ Աղը ավելացրեցի, լցնում եմ կանաչին և ավելացնում եմ պատրաստած սոխառածը։ Հիմա ձեռքով այս խճողակը պետք է լավ խառնենք, որ հավասար տարածվի կանաչու մեջ բլղուրը, որպեսզի տոլմաները ավելի չփքվեն, որի մեջ որ շատ կլինի բլղուրը, ոչ թե կանաչին, եթե հավասար չխառնենք, ու տոլմաները կբացվեն։ Դրա համար պետք է հավասար խառնենք, որ մեր փաթաթած տեսքով էլ այդպես գեղեցիկ տոլման տեսք ունենա։ Քանի որ այս տոլման ուտում են սառը վիճակում, նաև սառը վիճակում, դրա համար պատրաստվում է միայն բուսայուղով։ Խճողակի պատրաստելը ինձանից, փաթաթելը հարսիկիցս։ Իրա համար հանգիստ փաթաթում է։ Այս անգամ ես նկարողի դերում եմ։ Հարսիկս փաթաթում է, ես հիմա կանցնեմ բրինձով տոլմայի խճողակը պատրաստելուն, միջուկը պատրաստելուն։ Այս մուգ գույնը սառեցված թուփ է, երբ հանում եմ սառցախցիկից, տաք ջրի մեջ դնելուց հետո այն մի քիչ գույնը մքվում է, իսկ այս մյուս բաց գույները առանց որևիցե բանի շշի մեջ է լցրած ու փակած։ Ահա սիրելիներս, տոլմային հավասար ջուր ենք լցնում
Եզրերը թփով ծածկում ենք, որպեսզի ափսեն դնելուց հետո, եռալուց հետո չբացվի և դնում ենք եփվելու։ Շատ կարճ ժամանակում եփվում է, 15 րոպեն բավական է, բլղուրը համարյա եփված է, մեզ պետք է այստեղ կանաչին արագ փափկում է, միայն պետք է թուփը եփվի և շատ հյութ էլ պետք չի մեջը որ լինի։ Դրա համար իրան հավասար ենք լցնում, եռալուց հետո մի քիչ էլ տոլմայից է հենց հյութը առաջանում։ Առանցին սոխառած եմ պատրաստում բուսայուղով, կարմիր պղպեղով և տոմատի մածուկով ու անջատելուց 5 կամ 10 րոպե առաջ ավելացնում եմ տոլմային, կափարիչով փակում ենք, աղը ստուգում ենք, եթե պետք է ավելացնում ենք, եթե ոչ 10 րոպե հետո անջատում ենք, թողնում, որ հյութը քաշի տոլման իր մեջ, տաք վիճակում եթե ուզեք վերցնեք, հատիկները քանդվում են, ուտել չի լինում, պետք է սառի նոր։ Դա մեկ, սա բրինձով տոլման է, քանի որ բազմիցս ունեմ պատրաստած իմ ալիքում, բայց քանի որ ամուսնուս բլղուր չի կարելի, ցորեն ազգիներին է պատկանում, այստեղ իրա համար պատրաստում եմ բրինձովը, որպեսզի իր ճաշացանկը մեր ճաշացանկից չառանձնանա։ Պարտադիր պայման է բրինձը կիսախաշելը։ Կիսախաշելուց հետո քամում ենք, ավելացնում ենք պատրաստի սոխեռածը, կտրատած կանաչին, կանաչիի մեջ ավելացնում ենք նաև թարխուն, շատ համեղ է ստացվում և խառնում ենք բոլորը միասին, ավելացնում ենք կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ ենք անում և գնում ենք փաթաթելու։ Դե ինչպես շեշտեցի փաթաթելու գործը հարսիկինս է, այս անգամ ես կնկարեմ, փաթաթելուց հետո եփում ենք նույն տարբերակով, ինչպես որ եփեցինք բլղուրով տոլմայի տարբերակը։ Տեսեք չոր թփերը ինչ գեղեցիկ գույն ունեն, քույրիկս էր ինձ տվել մի քանի հատ և պատկերացրեք այն մեծ սիրով եմ պատրաստում, երբ որ այդ թփից եմ ունենում, նորից ոչնչով չի տարբերվում, շատ լավ է պահպանվում։ Ջուրը լցնում ենք տոլմային հավասար, դնում ենք եփելու, եռում է, այստեղ համ եմ արել, մի քիչ աղը քիչ էր, մի փոքր աղ եմ ավելացրել և ավելացնում եմ նորից կարմիր այս սոուսից, տոմատով, կարմիր պղպեղով ու բուսայուղով դաղված, որպեսզի գեղեցիկ լինի տոլմայի գույնը և յուղալի լինի։ Սիրելիներս, քանի որ այս երկու տարբերակով տոլմայի մեջ կենդանական ծագումով ոչինչ չկա, համարվում է պահքի մենյու, կարող եք օգտվել այս ուտեստից, պատրաստել, ովքեր պահք են պահում, այսպես գեղեցիկ դասավորում ենք մատուցման ափսեի մեջ, այսօրվա մենյուն էլ է պատրաստ, պատրաստեցի, վերջացրեցի, ստացվեց վիտամիններով հարուստ, համեղ, գեղեցիկ գույնով, ափսեով մի մեծ տոլմա, այստեղ էլ արդեն բրնձով տոլման եմ տեղավորում մատուցման ափսեի մեջ, պատրաստեք սիրելիներս, նախկին տեսանյութերն էլ կտեղադրեմ, դրանք էլ նայեք, օգտվեք դրանցից, ինչ որ չափով տարբերվում են, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, դիտում եք իմ տեսանյութերը, գովաբանում եք, հավանում եք, պատրաստում եք, կհանդիպենք մյուս տեսանյութում։